Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։ Բարի երեկո սիրելի Լիլիթ, բարի երեկո։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Լավ եմ, շնորհակալ եմ, ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում եւ շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ հուսամ մեր հարցազրույցը կստացվի։ Անպայման, ինչպես ասում են, ամառը արդեն մտել է իր իրավունքների մեջ, ասեմ ավելին, այսօր մեր եթերաշրջանի վերջին հաղորդումն է, այնպես որ դուք փակելու եք այս եթերաշրջանը, բայց 21-րդ դարում հայ մարդը երբեք չի մոռանում աշխատանքի մասին, գործարարները չեն մոռանում իրենց գործունեության մասին, 21-րդ դարը վազք է, շտապել է, նոր առաջարկներ են եւ ես ուզում եմ, որ դուք մի քիչ այսօր խոսեք ձեր միության մասին, հասկանանք, թե ինչով են զբաղվում այդ գործատուների միությունը եւ ի վերջո ինչ աշխատանք կա այսօր մեր երկրում, ինչի մասին են խոսում գործարարներն ու գործատուները։ Շատ շնորհակալ եմ Լյուզա ջան այս հնարավորության համար։ Իդեպ շուտով կլրանա 1 տարին, ինչ արդեն ստանձնել եմ իմ կարծիքով այս բարդ եւ լուրջ պատասխանատվությունը, կուզենամ շեշտադրել մի քանի կարևոր առանձնահատկություն, թե ինչով է գործատուների միությունը տարբերվում այլ բիզնես ասոցիացիաներից։ Ասեմ, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը գործում է հենց գործատուների միությունների մասին օրենքի շրջանակում։ Եվ Հայաստանի գործատուների հանրապետական միության առաքելությունը պաշտպանել գործատուների շահերը։ Ասեմ, որ մեր միությունը միակ միությունն է, որը համարվում է կառավարության սոցիալական գործընկերը Հայաստանի արհամիությունների ֆեդերացիայի հետ համատեղ։ Ինչ է սա նշանակում։ Այսինքն մի կողմից Հայաստանի գործատուների հանրապետական միությունը պաշտպանում է գործատուների շահերը, իսկ մյուս կողմից Հայաստանի արհամիությունների ֆեդերացիան պաշտպանում է աշխատողների շահերը։ Եվ մենք սերտորեն համագործակցելով կառավարության հետ, կարծես այսպես սիներգիա ենք ստեղծել եւ միասին փորձում ենք լուծել սոցիալ-տնտեսական այն բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են աշխատանքային իրավահարաբերություններին։ Նաև պետք է նշեմ, որ մեր գործունեությունը կարգավորվում է, համակարգվում է աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից, որը Միավորված ազգերի կազմակերպության կողմից ստեղծված միակ գործակալությունն է, որը զբաղվում է աշխատանքային հարաբերությունների այդ հարցերի կարգավորմամբ։ Եվ այս կառույցը եւս ունի յուրահատուկ եռակողմ կառուցվածք, այսինքն գործատուների եւ աշխատողների ներկայացուցիչները, որոնք համարվում են սոցիալական գործընկերներ, կառավարության հետ համատեղ ունեն հավասար ձայնի իրավունք տարբեր քաղաքական, պետական քաղաքականությունների եւ տարբեր ծրագրերի իրականացման ժամանակ։ Եվ սա է հենց այն կարևոր առանձնահատկությունը, որը մեզ հնարավորություն է տալիս տարբեր պետական հարթակներում բարձրացնել մեր գործատուների, իդեմս մասնավոր հատվածի, այսպես ասած, ձեռներեցների ձայնը պետական տարբեր հարթակներում։ Ասեմ նաև, որ գործատուների հանրապետական միությունը հանդիսանում է փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄԶ զարգացման մասնավոր եւ պետություն մասնավոր երկխոսության հարթակի անդամ է, որը հնարավորություն է տալիս տարբեր օրենսդրական բարելավման առաջարկներ անել այն խնդիրների շուրջ, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են գործարար միջավայրի բարելավմանը։ Գաղտնիք չէ մասի, որ այսօր գործատուները իդեմս մեր մասնավոր հատվածի ունեն բազմաթիվ խնդիրներ։ Միգուցե պարզունակ հնչի, բայց ամենակարևոր խնդիրը մարդիկ այսօր լսելի լինելու խնդիր ունեն։
բոլոր բնակավարում, ինչպես սովորական մարդիկ, հա։ Միությանը կարող են անդամագրվել գործատուները, այդ հնարավորությունը կա։ Մենք հրախուսում ենք, որպեսզի անդամագրվեն, որովհետև մեր տեսլականն է դառնալ այն հզոր ազդեցիկ կառույցը, միավորելով տարբեր ոլորտների գործատուներին, որի միջոցով մենք կարող ենք նաև ճնշում գործադրել, այսպես ասած։ Երեք պատճառ թվարկել, ինչի համար պետք է գործարարները միանան ձեր միությանը։ Իհարկե, մեծ սիրով, շնորհակալ եմ այդ հնարավորության համար։ Նայեք, Լուիզա ջան, ինչպես արդեն նշեցի, մենք միակ կառույցն ենք, որը կառավարության հետ աշխատում է եւ մենք ունենք հավասար ձայնի իրավունք տարբեր հարթակներում, նաև խորհրդակցական իհարկե ձայնի իրավունք տարբեր հարթակներում բարձրաձայնել խնդիրները։ Իսկ որոնք են այդ խնդիրները, բնականաբար մենք այն հարթակն ենք, միջին, հա, կապող օղակը, այսպես ասած, որը կարողանում է գործատուներից հավաքագրել այն բոլոր խնդիրները եւ ճիշտ հասցեագրել ճիշտ գերատեսչություններին պետական։ Բացի դա, իհարկե մենք նաև միջազգային տարբեր համագործակցությունների արդյունքում կարողանում ենք նաև մեր անդամների կարողությունների հզորացման ծրագրեր իրականացնել, օրինակ այս պահին ընթանում է հենց մեր անդամների կարողության հզորացման ուղղված դասընթացները, որը ուղղված է բիզնեսի կառավարման, ֆինանսական գրագիտության եւ այսօր շատ արդիական արհեստական բանականության ինտեգրմանը բիզնեսի արդյունավետությունը ել ավելի դարձնելու համար եւ բավականին մեծ արձագանքներ ենք լսել, իմիջիալոց նաեւ հետաքրքիր նախադեպ էր, որ հայտարարությունը միայն գործատուների միության անդամներին էր վերաբերում, քանի որ ինքը բավականին թանկարժեք դասընթաց է, ներառում է 16 ինտենսիվ պարապմունք, 2 ամսվա ընթացքում ենք իրականացնում, բայց հնարավորությունը միայն գործատուների միության անդամների համար էր, եւ շատերը երբ իմացան նման հնարավորության համար փորձեցին արագ անդամագրվել եւ բաց չթողել այդ հնարավորությունը այս կարողությունների հզորացման դասընթացը հնարավորություն տվեց նաև նոր անդամներին ներգրավելու, որովհետև ինքը բավականին բարձր արժեք ունեցող դասընթացներ են, քանի որ ոլորտում կայացած փորձառու մասնագետներ են բիզնես խորհրդատվական նաև խորհրդատվությամբ զբաղվող մասնագետներ են իրականացնում դասընթացները, բայց մենք փորձեցինք չսահմանափակել եւ հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին, ովքեր որ ցանկանում էին մասնակցել դասընթացին եւ իհարկե մեծ պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունը եւ արդեն անդամագրվելու։ Այսինքն ովքեր ներսից արդեն տեսնում են, թե մենք ինչպիսի ինտենսիվ գործունեություն ենք իրականացնում տարբեր ուղղություններով, դա թե կլինի գործատուների շահերի պաշտպանությունը, թե խնդիրների բարձրաձայնումը, թե նաև տարբեր սեմինարների, դասընթացների կազմակերպումը կարողությունների զարգացման ուղղված, բացի այդ, նաև մենք փորձում ենք համագործակցել տարբեր դեսպանատների հետ եւ նաև ընդլայնել միջազգային համագործակցությունը մեր անդամների վերջերս օրինակ հնարավորություն տվեցինք մեր անդամներին մասնակցել Չինաստանում էլեկտրոնային առևտրի հետ կապված զարգացման դասընթացներին, որը բավականին մեծ հնարավորություն էր նաև Չինաստանի հետ կապերի ընդլայնման առումով, այսինքն անընդհատ այս շրջափուլի մեջ ենք եւ անընդհատ նոր ծրագրեր ենք փորձում իրականացնել, որպեսզի կարողանանք մաքսիմալ այս հարթակը օգտագործել եւ մեր ձեռներեցների համար օգտակար լինել։ Մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, բազմաթիվ խնդիրների հետ զուգահեռ, որ իրավական եւ վարչական բնույթի բարդություններն են, որոնք այսօր առնչվում են մեր ձեռներեցները։
Այսինքն մեկ բան է օրենքի ընդունումը, բայց բոլորովին մեկ այլ բան է այդ օրենքի պրակտիկ կիրառությունը։ Եվ այստեղ մեր ձեռներեցները հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների կիրառության իմաստով, այսինքն օրենքի մեկնաբանության աջակցության կարիք են ունենում, ինչն էլ մենք փորձում ենք պարբերաբար յուրաքանչյուր շաբաթ իրականացնել մեր անդամների համար, մեկնաբանել, թե այս կամ այն իրավիճակում տվյալ օրենքը կամ տվյալ օրենսդրական փոփոխությունը ինչպիսի կիրառում պետք է ունենալ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տարբեր իրավախախտումները կատարվում են ոչ թե միտումնավոր, այլ պարզապես չիմացության արդյունքում եւ այս առումով բնականաբար շատ մեծ է նաեւ մեր դերը բարձրացնելու իրավագիտակցությունը, կրթելու եւ շարունակաբար նաեւ աջակցելու եւ մեր գործատուները պետք է իմանան, որ գոյություն ունի մի կառույց, որտեղ նրանք կարող են բարձրաձայնել իրենց խնդիրները, որտեղ նրանք պաշտպանված են եւ ունեն վստահություն, որ կարող է անգամ ամենափոքր թվացող խնդիրը լուծելի լինել։ Լիլիթ, մինչև գոնե վերջին ժամանակները մեր երկրում այդպիսի կարծրատիպ կար, որ հայ կնոջը ղեկավար տեսնելը այնքան էլ ընդունված չէր, հեշտ չէր, տարատեսակ դրան բացատրություններ կային, իհարկե վերջին տարիներին շատ բան է փոխվել այդ տեսակետից մեր կյանքում, բայց դուք ինքներդ օրինակ ձեր այսօր ղեկավար լինելը, այդ ղեկավարի ճանապարհին հասնելը, ինչպես եք բացատրում, ինչպես եկաք, որ կետից ուր հասաք, դա իսկապես բարդ գործ է, ընդհանրապես կնոջ համար եւ առավել եւս հայ կնոջ համար, եւ քանի որ հիմա հիմնականում շփվում եք ձեռներեցների հետ, կին ձեռներեցը եւ տղամարդ ձեռներեցը հայ իրականության մեջ ինչ որ բանով տարբերվում են, թե ոչ, եթե կան այդ տարբերությունները եւ միևնույն է մնացել է այդ կարծրատիպը, որ այ միևնույն է տղամարդը բիզնեսով ավելի լավ կզբաղվի, քան կինը։ Կարծում եմ հասարակության մեջ բնականաբար դեռ գոյություն ունի այդ կարծրատիպը, բայց ժամանակի ընթացքում հայ կանայք փորձել են կոտրել եւ ես կարծում եմ, որ հաջողվել է կոտրել այդ կարծրատիպը, որ նրանք միայն կենցաղավարությամբ կամ երեխաների դաստիարակությամբ կարող են զբաղվել եւ վերջին տարիներին հատկապես բավականին ակտիվացել է նաեւ այդ սկզբունքը, որ տղամարդկանց եւ կանանց հավասար հնարավորություններ տան եւ փորձեն նաեւ աջակցեն կանանց ձեռներեցությունը, դա նաև մեր կառավարության զբաղվածության ռազմավարության մեջ է ամրագրված եւ կարծում եմ բոլոր կողմերից այդ քայլերը փորձում են իրականացնել, բայց պրակտիկ դաշտում ընդհանրապես ղեկավարումը անկախ նրանից տղամարդ թե կին է, դա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է եւ դա կարծում եմ կախված է մարդու տեսակից, եթե մարդ կարողանում է այդ պատասխանատվությունը վերցնել եւ նաեւ իր սեփական որոշումների համար պատասխանատու լինել, կարծում եմ պետք է այս հմտությունները ավելի շատ ունենա տվյալ ղեկավար անձը։ Սովորաբար տարածված այն կարծիքը, որ կանայք ավելի էմոցիոնալ են, քան տղամարդիկ, բայց ես կասեի, որ իմ փորձառության ժամանակ ես համոզվել եմ, որ կանայք ավելի շատ են հիմա կարողանում այդ էմոցիոնալ կառավարումը իրենց մոտ հաղթահարել, քանի որ բոլոր իրավիճակներում կարծում եմ կինը իր կանացի էներգիայով եւ որոշակի կանացի դիվանագիտական հմտություններով կարողանում է ծածկել այդ ամբողջ դիվանագիտական, այսպես ասած, գունապնակը։ Պարզապես մեր հայ իրականության մեջ մեր կանայք նույնպես պետք է ել ավելի ձգտեն եւ կարծում եմ, որ բոլոր հնարավորություններն ու պոտենցիալն ունեն
եւ ապացուցել են, որ իրենք կարող են միաժամանակ տարբեր գործառույթներ իրականացնեն, սովորաբար եթե ասում են տղամարդը ուղղահայաց է մտածում եւ մեկ գործ կարող է իրականացնել, կանեք ապացուցել են, մի քիչ այտենց ինքնագովեստ հնչում, բայց ես այստեղ հանդես եմ գալիս կանանց իրավունքների պաշտպանությամբ միգուցե, բայց կանայք իհարկե ապացուցել են, որ նրանք կարող են միաժամանակ 5-ից ավել գործառույթ իրականացնել եւ հաջողել։ Ուստի շատ ուրախ եմ նաև, որ հիմա այդ կարծատիպերը կարծես թե կոտրվել են եւ հնարավորություն է տվել նաև կանանց եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնել եւ ավելի շատ փորձել նաև աջակցել տղամարդկանց ընտանիքի կայացման գործում։ Այ ես դա եմ ուզում հարցնել, ձեր կարծիքով ընտանիքի վրա դա ինչպես է անդրադառնում։ Ասենք կայանում են եւ հաջողում են եւ շատ են այդպիսի օրինակները, դիցուք հենց վերցնենք ձեր բնակավարը, բիզնես է, կին է, ղեկավարում է, հաջողել է, լուրջ գումարներ է աշխատում եւ մի պահ գալիս է, որ ինքը ընտանիք շատ ավելի մեծ գումար է բերում, քան տղամարդը։ Մեր իրականության մեջ դա ինչպես է անդրադառնում կնոջ անձնական ընտանեկան կյանքի վրա եւ ինչ պետք է անել, որ ինչ որ բան չխաթարվի, որովհետեւ պետք է ընդունենք, որ նաեւ տարիներ շարունակ մեզ սովորեցրել են, որ ընտանիքի ֆինանսական բեռը ավելի շատ տղամարդու վրա է։ Կարծում եմ այս առումով տղամարդկանց մոտ էլ պետք է այդ կարծրատիպը կոտրվի, որ եթե կինը օրինակ շատ գումար է աշխատում, դա որևիցե կերպ խաթարում է ընտանիքի անդորը, որովհետև ես կասեի հակառակը, իսկ եթե կինը քիչ գումար է աշխատում եւ ավելի շատ է պահանջում։ Այդ Լիլիթ ջամբացին հենց էլ չկոտրվի, որ համարեն ընդհանրապես կարան չաշխատեն, տենց պարկեն, տենց մի լավ բազմոցի վրա եւ չունեմ կարծրատիպ, թող կինը աշխատի ինչքան ուզում է։ Այդ միջինը ո՞նց պիտի կարողանանք պահել։ Դե ամեն ինչը բալանսի մեջ է գեղեցիկ եւ զույգերը պիտի փոխըմբռնումով մոտենան կարծում եմ բոլոր ընտանիքներում եղել են ժամանակ առ ժամանակ որոշակի փուլեր, որ տղամարդուն կնոջ աջակցությունն է անհրաժեշտ եղել, կնոջը տղամարդու աջակցությունը եւ դա է հենց երջանիկ ընտանիքի բանաձևը եւ եթե մենք կենտրոնանանք թե ով է ումից շատ աշխատում, մենք տանուլ կտանք, մենք չենք կարող որպես հասարակություն զարգանալ։ Ես կարծում եմ, որ իհարկե կնոջ որպես ղեկավար, ես իմ սեփական օրինակով կարող եմ ասել, որ այսպես էլի կարծրատիպային չհնչի, կնոջ ղեկավարման ընթացքում շատ կարևոր է, որպեսզի կինը երջանիկ լինի, որովհետև եթե կինը ընտանիքում երջանիկ չի, դա անպայման բերելու է աշխատանքի վայր եւ անպայման դա ինչ որ ձևով ազդելու է իր աշխատանքի, արտադրողականության եւ արդյունավետության վրա։ Եվ եթե կինը ամուսնու կամ ընտանիքի աջակցությունը չստանա, բնականաբար ինքը չի կարող առաջընթացի մասին մտածել։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք էլի փորձենք նաև մեր հասարակությանը կրթել, որ այսօր ամուսինը կամ հայրը հավասար պատասխանատվություն պետք է կրի ընտանիքի թե երեխաների դաստիարակության, թե կենցաղավարության հարցում, որպեսզի այդ դիսբալանսը կոտրվի տարիներ ի վեր։ Լիլիթ, դուք 12-ից 18 թվականները, եթե չեմ սխալվում, աշխատել եք նաև ազգային ժողովում։ Այո։ Պատգամավորի խորհրդական օգնական եք եղել։ Լիլիթ, ինչ այդ ինստիտուտը տվեց ձեզ, այդ կառույցը ընդհանրապես, ազգային ժողովը, աշխատանքը եւ ինչ է կարծում այնտեղի տարիներից դուք ինչ փորձ ձեռք բերեցիք։ Շատ մեծ փորձառություն է ինձ համար եղել այդ 6 տարիներ ազգային ժողովում աշխատանքի, որովհետեւ ես կարող եմ ասել, որ շատ մեծ ինքնաճանաչողության ճանապարհ եմ նաեւ անցել այդ ընթացքում եւ միամիտ Լիլիթից տրանսֆորմացվել եմ շատ ավելի գիտակից, շատ ավելի
տեղեկատվությունը վերլուծող մարդու, որովհետև փորձել եմ հասկանալ, եթե նախկինում մտածում էի, որ մարդիկ խոսում են այն ինչ որ մտածում են, հասկացա, որ իհարկե այդպես չի եւ սովորեցի նաեւ լսել չասված խոսքը, սովորեցի հասկանալ լռությունը, սովորեցի ենթատեքստը դիվանագիտական հասկանալ, դա իհարկե շատ առումով ինձ հետագայում նաև իմ մնացած աշխատանքային գործունեության ընթացքում շատ օգնեց, բայց ամենակարևորը ես սովորեցի հաղորդակցվել մարդկանց հետ, այսինքն յուրաքանչյուր մարդու հետ իր տեսակի համապատասխան, իր ձևին համապատասխան եւ ժամանակ առ ժամանակ նաեւ չմանիպուլացվել կամ չենթարկվել մանիպուլյացիաների եւ ասել այնպես, որպեսզի քո ասած խոսքը չվիրավորի մարդուն, դիմացինին, բայց նաեւ մտածելու տեղիք տա։ Այսինքն եւ գիտելիքների եւ արժեքների վերաիմաստավորման եւ մարդկային ռեսուրսների առումով իհարկե շատ մեծ ինստիտուտ եմ անցել, կարելի է ասել, եւ այդ առումով ես կարծում եմ, որ իմ ներկայիս գործունեությունը, որպես Հայաստանի Գործադուների Հանրապետական Միության տնօրեն, ինձ տվել է այն հարթակը, որտեղ ես ինձ շատ ներդաշնակ եմ զգում եւ կարծես ես իմ տարերքի մեջ եմ, որովհետեւ անթիվ անհամար գաղափարների գեներացման հնարավորություն է տալիս եւ ոչինչ քեզ չի սահմանափակում, որ դու դա կյանքի կոչես։ Լիլիթ, մի փոքր գնանք կրթական ոլորտ, որտեղ ձեր գործունեության բավականին լուրջ տարիներ նաեւ անցել են կրթության ոլորտում։ Դպրոցում եք լաբորատորիա ղեկավարել, կրթության փորձագետ եք եղել, Հայաստանի ազգային ակադեմիայում եք աշխատել, որպես այդ ոլորտի գիտակ, որտեղ ի վերջո փորձագիտությամբ եք զբաղվել նաև, ինչ է հայաստանյան կրթությանը պակասում այսօր։ Իհարկե մենք շատ լավ հիմքեր ունենք ակադեմիական կրթության, բայց ավելի մոտ աշխատելով դերևս անցյալ տարի, Գիտությունների ազգային ակադեմիայում եւ աշխատելով նաև ուսանողների հետ, որպես հանրային կապերի բաժնի ղեկավար իմ գործառույթն էր նաև ակտիվ աշխատել ուսանողների հետ, ես տեսնում էի, որ մենք հսկայական պոտենցիալ ունենք իդեմս մեր երիտասարդության, փայլուն, տաղանդավոր երիտասարդներ են եւ եթե մենք կարողանանք ճիշտ ուղղությամբ տանել իրենց ներուժը, մենք շատ արագ կարողանանք ոտքի կանգնել։ Բայց ինչն է պակասում, բացի ակադեմիական կրթությունից, բնականաբար այսօր շատ մեծ խնդիր է, թե ինչպես ներդաշնակեցնենք աշխատաշուկայի պահանջները ակադեմիական կրթությանը։ Եվ քանի որ ժամանակի պահանջները շատ արագ են փոխվում, կարծես թե մեր կրթական հաստատությունները չեն հասցնում ժամանակին վերանայել կրթական ծրագրերը եւ փորձել հնարավորինս մոտարկել այդ գործատուների պահանջներին։ Եվ այս առումով շատ կարևոր է, որպեսզի կրթական հաստատությունները ստեղծեն այն լաբորատորիաները, միգուցե այն հարթակները, որտեղ նաև ստացած տեսական գիտելիքները պրակտիկ կիրառություն կստանան։ Օրինակ ակադեմիայում աշխատելու տարիներին հիմա չեմ ուզում որպես գովազդ հնչի, բայց միջազգային գիտական կենտրոնը հենց նման մոդելով էր աշխատում, քանի որ ամբիոնները տեղակայված էին տարբեր ինստիտուտներում, դա հնարավորություն էր տալիս, որ ուսանողները սովորելու հետ զուգահեռ նաև ստանային այդ պրակտիկ հմտությունները։ Եվ որպես այդպեսին նրանք արդեն աշխատանքի տեղավորման խնդիր չէին ունենում։ Հիմա իսկ ինչն է խանգարում, որ մենք փորձենք վերցնել
եւ մեր երկրի եւ տարբեր միջազգային հարթակների, տարբեր միջազգային երկրների լավագույն փորձը եւ տեղայնացնել մեր երկրում, որպեսզի կարողանանք անընդհատ այդ շրջափուլը ճիշտ պահել։ Ոստի մենք անընդհատ պետք է մտածենք, թե ինչպես ներդաշնակեցնենք եւ ինչպես հնարավորինս մոտարկենք այս երկու գործընթացները, որովհետեւ այսօր գործատուն իրականում ունի լավ աշխատուժի կարիք։ Անկախ ոլորտից բոլորը որպես առաջնային խնդիր մատնանշում են կադրերի դեֆիցիտը։ Հիմա մենք բոլորս պետք է մտածենք, թե ոչ թե ասենք, որ աշխատանք չկա, փաստորեն այլ կադրերի դեֆիցիտ կա։ Լիլիթ ջան, մի հարց էլ եւս, որտեվ սրան չեմ կարող չանդրադառնալ, ես ձեր սոցիալական էջում տեսա, որ ինչ որ համաժողով էր, թե հանդիպում էր ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագիր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Եթե խնդրում եմ, մի փոքր կարելի է սրանից խոսեք, որպեսզի մեր Արցախի հայրենակիցներն էլ հասկանան, թե ձեզ մոտ ինչ կարող են ստանալ, ինչ ծրագրեր ունեք եւ այլն։ Քանի որ ես իմ խոսքում արդեն նշեցի, որ մեր գործունեությունը համակարգվում է աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից եւ նաեւ մենք սերտորեն աշխատում ենք կառավարության հետ իդեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, սա մեծ գլոբալ ծրագրի մի մաս է կազմում եւ մենք նախաձեռնեցինք հենց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության ծրագիրը նպատակ ունենալով ներառել եւ սոցիալական ներառականությունը ապահովել եւ արցախցի հայրենակիցներին հնարավորություն տալ ինտեգրվել հայաստանյան տնտեսական այս գործընթացներում եւ մեր նպատակը ոչ թե պարզապես ֆինանսական աջակցություն ցուցաբերելն էր, այլ երկարաժամկետ հեռանկարում սովորեցնել բիզնես գաղափարից սկսած, ինչպես կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարը։ Այսինքն դա ներառում է եւ բիզնես պլանների կազմում եւ ինչպես գրանցել արդեն իրենց բիզնեսը, քանի որ մենք բոլորս գիտենք, որ նաեւ բավականին տարբեր առանձնահատկություններ են ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի օրենսդրական դաշտը, փորձել ենք նաեւ հարկային օրենսդրության եւ բիզնեսին առնչվող տարբեր այդ իրավական օրենսդրական նորմերը ծանոթացնել եւ սովորեցնել, որպեսզի իրենք կարողանան արագ ինտեգրվել։ Եվ ծրագիրը բնականաբար նախատեսում է մոտավորապես 180-ից 100, որովհետև հիմա դեռ ընթացիկ փուլում է, առաջին խումբը նոր ենք ավարտել, սկսել ենք երկրորդ խումբը եւ իդեպ երկրորդ խումբը արդեն առցանց ենք իրականացնում, հնարավորություն տալով նաեւ մեր մարզերում բնակվող արցախցիների համար մասնակցել եւ դասընթացից հետո իհարկե մենք չենք պլանավորում, որ ավարտվում է, այլ նաեւ մենթորական, մեթոդական աջակցություն ենք ցուցաբերելու մեր հայրենակիցներին, որպեսզի հետագայում նաև կարողանանք հնդածս խորհրդատվություն ապահովել։ Լիլիթ, դուք կարծրատիպեր ունեք եւ ինչ է կարծրատիպը ձեզ համար։ Ես կարծում եմ, որ ինչպես բոլոր մարդիկ կարծրատիպեր ունեցել եմ ժամանակին, բայց հիմա եթե փորձեմ մտաբերեմ, կարծում եմ ինձ հաջողվել է ձերբազատվել բոլոր տեսակի կարծրատիպերից, որովհետև կարծրատիպը իմ կարծիքով ինչ է կաղապարված ինչ որ մտածողություն, որը չգիտես ով է հորինել։ Այսինքն դա կարծում եմ ինչ որ մի բան չանելու հերթական արդարացում կարա լինի։ Օրինակ ժամանակին մտածել եմ, որ ծնողը միշտ ճիշտ է, բայց երբ տարիների ընթացքում ես ինքս արդեն դարձա ծնող, հասկացա, որ իսկ ով ասեց, որ ծնողը միշտ ճիշտ է։ Իսկ ով ասեց, որ երեխայից դուք չեք կարող եւ արդեն ձեր երեխաներին լավ հիմնավորեք, որ դուք ճիշտ եք։ Դարը փոխվել է։ Չէ, ես համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ եթե ուզում ես ընտանիքում ավելի առողջ եւ մտերմիկ հարաբերություն ստեղծել քո երեխաների հետ եւ ոչ թե
բռնանաս իրենց կարծիքի վրա, այլ փորձես նաև իրենց լսել, պիտի հնարավորություն տաս, որպեսզի երեխաները նույնպես իրենց տեսակետը կամ կարծիքը հայտնեն։ Եվ ինչու՞ չէ, ժամանակ առ ժամանակ ես կարծում եմ, որ նաև ծնողը եթե ընդունում է, որ ինչ որ միտեղ սխալ է ուղղորդել կամ միգուցե պետք չէր, որ խորհուրդ տար, ես չեմ ամաչում ասեմ ներողություն։ Կարծում եմ մենք պիտի բոլոր տեսակի կարծրատիպերից ձերբազատվենք, որովհետև կարծրատիպ ունենալը, այդ կարծացած մտածողությունը ոչ միտեղ տանող ճանապարհ է։ Ինքը ավելի շատ դեգրադացնում է հասարակությունը, քան տանում դեպի զարգացում։ Ասենք հիմա օրինակ, եթե բոլոր կանայք մտածեին, որ իրենք չեն կարողանում մեքենա վարել կամ ղեկավարել, պատկերացնում եք ինչ կլիներ մեր հասարակության վիճակը։ Դե տեն ժամանակներ են եղել, ճիշտն ասած, վատ հասարակություն չի եղել։ Տիկին Ադամյան, ես դրա հետ շատ ավելի կանանցի են եղել եւ նյարդային ֆոնը իրենց ավելի հավասարակշռված է եղել։ Երևի կյանքը, դարը, ժամանակը բերում է նաեւ այնց բաներ, որ առանց դրա էլ դառնում է մեկ-մեկ էլ անհնար։ Բայց դե ես չեմ ուզում բնականաբար գնահատական տալ, դա իմ մոտեցումն է, իմ սեփական տեսակետն է։ Ես ամենայն դեպս հիմա ավելի հեշտ եմ ապրում, որովհետև ես կախված չեմ հասարակության կարծիքից։ Օրինակ ժամանակին եթե մտածում էի, որ պիտի այնպես ապրեմ կամ այնպես աշխատեմ, որ բոլորին դուր գամ կամ բոլորը ինձ սիրեն, եկավ մի ընթացք, որ հասկացա, բայց ինչի պիտի բոլորը ինձ սիրեն կամ ինչի պիտի բոլորին դուր գամ, փորձեմ դուր գալ։ Հակառակը ով իմ հետ ներդաշնակ չի կամ համաձայն չի իմ տեսակետների հետ, ուրեմն ինքը ներկա չի պարզապես իմ կյանքում եւ պարտադիր չի, որ դու ձգտես բոլորին դուր գալ։ Այսինքն նման կարծրատիպերից ես վաղուց արդեն ազատվել եմ։ Լիլիթ Ադամյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Իմ համար կարևորագույն մոտեցում ասեմ կամ սկզբունք, չգիտեմ, կյանքի շնորհակալ լինել յուրաքանչյուր օրվա եւ յուրաքանչյուր փոքր հնարավորության համար։ Երբ շնորհակալ եմ լինում, անկեղծ եմ ասում, ես վայելում եմ նաև այդ շնորհակալությունից տված օրհնությունը, էներգիան։ Եվ փորձում եմ նաև իմ ներկայությամբ օգտակար լինել մարդկանց, հնարավորինս կլինի դա խորհրդով, թե կլինի պարզապես երբեմն նաև չխանգարելով կամ լռելով, այսինքն իմ համար շատ կարևոր է օգտակարության զգացումը։ Ես միշտ մտածել եմ, որ պիտի այնպես ապրես, որ քո ներկայությունը շատ շոշափելի լինի, տեսանելի լինի, բայց բացակայությունը էլ ավելի զգալի լինի։ Չգիտեմ ինչպես դա ինձ կհաջողվի, դա բացակայությունից հետո երևի կզգացվի, բայց իմ համար արդյունավետության ցուցիչը գնահատման, թե որքանով եմ ես օգտակար իմ շրջապատին, իմ աշխատանքի մեջ, իմ գործընկերների համար եւ ընդհանրապես ինձ շրջապատող մարդկանց համար։ Հայրենիքը ձեզ համար Հայրենիքը իմ համար իմ պայծառ եւ վառ մանկության հիշողություններն են, իմ հայրական տան հոտն է միգուցե, իմ ընտանիքն է, հարազատները, ընկերները, մի խոսքով այն ամենը, ինչ որտեղ որ ես ինձ լիարժեք եմ զգում, կիսատ չեմ։ Բայց մյուս կողմից կուզենայի նաև նշել, որ հայրենիքը ես դիտարկում եմ որպես յուրաքանչյուր մարդու պատասխանատվություն, իմ սեփական պատասխանատվությունը։ Այսինքն ես վաղուց արդեն մտածում եմ ոչ թե հայրենիքը ինձ ինչ է տալիս, այլ ես ինչ կարող եմ տալ հայրենիքից հետո։ Վաղուց նկատի ունեմ պատերազմից հետո, կարծում եմ սա շատ լուրջ շրջափուլ էր, միգուցե բոլորիս համար վերաիմաստավորելու մեր մոտեցումը հայրենիքի հանդեպ, որովհետև հայրենիքը սիրել նշանակում է արարել, ինչ-որ մի բան ստեղծել հայրենիքի համար, ոչ թե նեղանալ, նեղվել ու խռովել, այլ պատկերացնեք, որ բոլորը օրինակ մտածեին, որ հայրենիքը մենք ենք, հասարակության յուրաքանչյուր անդամ։ Ես վստահ եմ, որ մեր իրականությունը բոլորովին այլ կլիներ հիմա։
եւ մենք շատ մոտ ապագայում կունենայինք շատ ավելի հզոր երկիր, քան պատկերացնում ենք եւ շատ կուզենամ, որ բոլորս առաջնորդվենք այս մոտեցումով, որ յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվությունը մեր հայրենիքի հանդեպ։ Սիրելի Լիլիթ, հաղորդման ավարտին մենք ունենք մի այսպիսի ձևաչափ։ Դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, իհարկե, եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաև այդ հնարավորությունը եւ ես ձեզ սիրով կլսեմ ու կպատասխանեմ։ Ես կուզենայի հարց տալ ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Լուիզա Սարգսյանին։ Ձեր համար ինչպիսի, եթե հետայահայաց փորձենք նայել այդ փուլին, ձեր համար ինչպիսի գուցե շրջադարձային կամ արժեքավոր փորձառություն է եղել այդ տարիներին եւ կուզենայի արդյոք ներկայումս էլ զբաղվել քաղաքականությամբ։ Տեսնում եք ձեզ հաջորդիվ։ Լիլիթ ջան, ինձ համար փորձառություն, այո, շատ մեծ փորձառություն, որովհետև այն ինչ որ տվել է գործունեությունը падգամավորի եւ ազգային ժողովի տարիները, ուրիշ ոչ մի ոլորտ այլ փորձը չի տվել։ Դա յուրովի փորձ է, դա ուրիշ հնարավորություններ են, դա այլ տեսակի աշխատանք է, որ դու հասկանում ես, որ դու քո բնագավառում, քո ոլորտում կարողանում ես խոսել երկրի առաջին ամբիոնից, խոսել քեզ ամենահուզող հարցերի մասին եւ ի վերջո, եթե հաջողում ես, դա քեզ համար իսկապես շատ մեծ երջանկություն է լինում, որովհետեւ դու հասկանում ես, որ դուրս ես եկել ինչ-որ կաղապարներից, որ այդ հնարավորությունները շատ ավելի մեծ են, այսինքն գործել ի օգուտ ազգիդ եւ ի շահ քո հանրապետության։ Եթե դուք այս պահին եք հարցնում, ես կուզեի այնտեղ լինել, այս պահին Աստված մի արասցե։ Իսկ եթե իսկապես Աստված մի արասցե, իսկ եթե ընդհանրապես, եթե այն ինչ ձևով որ ես եմ պատկերացնում իմ երկիրը, իմ հայրենիքը եւ ինչ ձևաչափով եմ ես պատկերացնում, թե ինչ պետք է անի հայ падգամավորը Հայաստանի ազգային ժողովում, այո, կուզեի, բայց որպեսզի խոսեի այն Հայաստանի մասին, որի մասին ես կուզեի խոսել, ինչպես ես պատկերացնում եմ իմ հայրենիքը։ Ես կուզենամ ձեզ տեսնել, անկեղծ ասած, որովհետև տեսել եմ այն ակտիվությունը, այն էնտուզիազմը, որով դուք աշխատել եք եւ համար մեկ ամբիոնից բարձրաձայնել տարբեր ձեզ հուզող խնդիրներ եւ կարծես թե որոշ առումով նաև ձեզ հաջողվել է առաջ տանել այդ խնդիրները, դրա համար ես ձեզ տեսնում եմ եւ մաղթում եմ, որ մի օր դուք նորից վերադառնաք քաղաքականություն։ Շնորհակալ եմ, սիրելի Լիլիթ, նախ շնորհակալ եմ այս զրույցի համար, երկրորդն էլ գիտեք, երևի մենք կյանքում ուղղակի պիտի հասկանանք, որ անկախ նրանից, թե այդ պահին ինչ պաշտոն ենք զբաղեցնում կամ ուղղակի ինչ գործունեությամբ ենք զբաղվում, մարդ պետք է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվի, որովհետև ինձ համար ճիշտ աշխատանքը ինքը երիտասարդության նման մի բան է, ինքը շատ շուտ սահելու, կորելու հնարավորություններ կորցնելու հատկություն ունի, մենք միշտ առաջ մտածել ենք, որ դերասաններին է վերաբերվում, ասում ենք օրինակ, եթե երիտասարդ տարիքում ես դերը չխաղաց, հետո սա չի հաջողվի, սա արեց, աշխատանքը իր տեսակով ունի այդպիսի հատկություն, դրա համար ես կարծում եմ, որ երջանիկ է այն մարդը, որ ճիշտ պահին ճիշտ տեղում է հայտնվել ու իր սիրած աշխատանքն է անում, որովհետև կարող է 5 տարի հետո արդեն այդ բնագավառին դու այդքան պետք չլինես։ Մաղթում եմ, որպեսզի մոտ ապագայում այնքան մեծ առաջընթաց ունենանք մեր երկրում, որ ձեր հյուրերը, կանայք, կիսվեն միայն իրենց հաջողության պատմություններով եւ հաղթանակներով։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Այսպիսինն է Լիլիթ Ադամյանը առանց կարծրատիպերի։ Լիլիթը պնդում է, որ տարիների ընթացքում ազատվել է բոլոր կարծրատիպերից, քանի որ կարծրատիպերը բերում են կաղապարված մտածողության։
իսկ դուք ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ եթերաշրջանում։